Կոմիտասի ճանապարհներն են տեսնում, զուգահեռ հնչում է նրա դաշնամուրային ստեղծագործությունները։ Այո, շատ տեղերում եղել է, որտեղ որ լինում էր նա երգչախմբեր էր կազմում։ Բերլինում է եղել, Փարիզում էր եւ մի քանի անգամ, այնտեղ Բերլինում գնացել, սովորել եւ եղանել, մեկ անգամ չէ որ եղել է։ Այո, այդ մեկն է, որից գրի առել Սասնա Ձվեր էպոսի երկրորդ պատումը Մանուկ Ապելյանը, երգային հատվածները Կոմիտասը, նախօքերին է։ Եղանել, որ միքչել մեծանակ էպոսի մասին անցնեք, կհիշեք, որ նախօքերին եղել է բան ասած, այսինքն բան խոսք է նշանակում, խոսք ասող, պատմող, իսկ բանահավաքներն էլ այն գիտնականներն են, որոնք գրառում էին այս ամենը։ Այդ երբ որ շրջեք Կոմիտասի աշխատասենյակում, որոշ իրեր կտեսնեք ու դրանցից մեկի վրա իր ստորագրությունն է, այն սև իրերը, այն նույնիսկ իրերը, այդ փոքրիկ իրերը։ Դուվարով եկար, կանաչ սարերով եկար, խորխոր ձորերով եկար, նազան դուվարով եկար, կանաչ սարերով եկար, խորխոր ձորերով եկար, կանաչ սարեր, սարի ձեր, բարև վերան ծաղիկներ են, սիրունի նախշում կակավին, սիրունի նախշում կակավին։ Շատ իրականներ, որոնք ուխտ են անում չամուսնանալու և Կոմիտասն էլ ընտրել էր հենց այդ ճանապարհը։ Նա չի ամուսնացել, իրեն ամբողջությամբ նվիրել է եկեղեցուն և Աստծուն աշխատանքներն են։ Եղանել Փանոս Թելեմեզյանի, որ ասում ուշադիր եղեք, Փանոս Թելեմեզյանի հետ նրանք ապրել են միևնույն տան, մեծ տուն է եղել, տարբեր հարկաբաժիններում։ Միասին են ապրել Պոստանու փորձում և այդ տան հետ է կապված լինելու ձեր այսօրվա կրթական ծրագիրը։ Եվ պատահական չի, որ մոտ է, չէ՞ իրար Թելեմեզյանի ինստիտուտը։ Հա, Երկրորդ